Ողջույն, սիրելի աղեղնավորներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով։ Այսօր հունվարի 25-ն է մորացույցով Նեպտունի օրը, դες բաժին է ընկել Նեպտունը, ահա։ Ուզում եմ նշել այն մասին, որ դուք 7-րդ տեղից շարժվել եք 9-րդ տեղ։ Հետաքրքիր այն նշանները, ասենք աղեղնավոր երկօրյա կույս ձկներն են միայն իրենց արդարացնում, իսկ այդ նշանները, որ պետք է լինեին ակտիվ, որովհետև առջևում դժվարություններ են իրենց սպասվում, շատ ավելի այդպես ոնց որ պարալիզացված լինեն, դարձել են անտարբեր, իրենք չգիտեն ինչ անել, ում դիմել, ոնց անել եւ այլն, գնում են լրիվ սխալողության, որովհետև այստեղ մթագնում է ուղեղը առավել եւս, ուրեմն տեսեք, ես հիմա կներկայացնեմ փետրվար ամսվա համար կանխատեսումը, չմոռանաք, որ պետք է լսեք ասցենդենտի նշանը եւ արևի նշանը, միացնեք, որպեսզի ձեզ համար ամփոփ լինի տվյալ ամսվա համար կանխատեսումը, այլապես կիսատ կլինի, հետո կասեք, բա կիսատ էր, բա այսպես, բա այնպես։ Ահա, իսկ ասցենդենտի նշան իմանալու համար պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամանակ, ովքեր չգիտեն, դա հաշվարկվում է։ Եվ այսպես փետրվար ամիսը առանձնանում է նրանով, որ մենք ունենք խավարում, արևի օղակաձև խավարումը, որին հաջորդում է խավարման միջանցքը եւ հաջորդում է նաեւ լուսնի ամբողջական խավարումը, որ արդեն կլինի մարտի 3-ին, ես դա արդեն հիմա ուղակի ներկայացնում եմ, իսկ ավելի մանրամասն դա կլինի մարտին եւ գիտեք, մինչև մարտի վերջ դա կարող է գնալ, այսքան փետրվարի կեսից մինչև մարտի վերջ դժվարություններ կլինեն սիրելի աղեղնավորներ, հնարավոր է նաև այստեղ հնարավոր է եւ ընտանեկան թեման լինի եւ ուրեմն կարիերային վերաբերի, հա, ձեր, որ դուք իդեպ ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր ընտանեկան հարցերին, արտերկրի հետ կապված հարցերին, բնակարանի հետ առքովաճառք միգուցե գոյություն ունի, այդ խնդիրը ձեզ մոտ կամ տեղափոխվել եւ այլն, շատ տարբեր յուրաքանչյուր ըստ իր քարտեզի։ Ահա, եւ իհարկե Օրանը ինքը կդառնա ուղղընթաց, որովհետեւ արդեն առաջիկա 7 տարում ինքը 26 թվականից 1-2 ամսից ինքը արդեն կտեղափոխվի ձեր հանդիպակաց նշան, երկօրյակի նշան, այդտեղ ինքը մնալու է 7 տարի եւ Սատուրնն է վերջնականապես մտնում խոյի նշան, որտեղ իրեն դիմավորում է Նեպտունը։ Մերկուրին կմտնի Վեներայի հետ միասին, կարելի ասել, ձկան նշան, որտեղ Մերկուրին ոչ միայն անկման մեջ է, այլ նաեւ վտարված, իսկ Վեներան բնականաբար ձկան նշանում գտնվում է բարձրակետում, ահա, եւ իհարկե արևը կփոխի իր նշանը, շատ կարեւոր փաստ։ Սրանք են եւ Մերկուրին դառնալու է հետընթաց, փետրվարին ուրեմն դառնալու է հետընթաց։ Եթե տեսնում եք այսքան իրադարձություններ կան, բնականաբար խավարումները ինչ խոսք ուրեմն լինելու են ճակատագրական իրադարձություններ եւ ինչպես որ արդեն նշեցի, աղեղնավորները կարծես թե պարալիզացված լինեն, իրենց հետաքրքիր չի, իրենք չգիտեն ինչ լսեն, ում լսեն, ինչպես անեն եւ այլն, հենց այս ժամանակա որ մարդիկ ընկնում են թողտուգիր անողների ձեռքը, ահա, այդ վտանգը բավականին մեծ է այս ժամանակահատվածում, այնպես որ զգուշ եղեք։ Եվ այսպես փետրվարի 2-ին տեղի ունենալու լիալուսինը Արևի եւ լուսինը հակադրվելու են 14 աստիճանում։ Հայաստանի ժամանակով գիշերը 2:09 րոպե 3 վայրկյան 14 աստիճանում գտնվելու լուսինը առյուծի նշանում, ահա, դա ձեր 9-րդ տունն է, որը ուրեմն այստեղ գիտեք մինչև ամսի 2-ը որոշակի հարցեր ձեզ համար կարող են པարզ լինել ձեր ազգականների հետ կապված, իրավաբանական հարցեր, ամուսնական հարցեր, երեխայի հարցերը կարող են լինել եւ ընդհանրապես արտերկրի հետ կապված ցանկացած բիզնես, անձնական հարցեր եւ այլն, ցանկացած ուսումնական հարցեր տարբեր կարող են լինել։ Իհարկե մինչև ամսի 2-ը ասացի ձեզ համար արդեն པարզ կլինի, ոմանց համար արդեն միգուցե այդ հարցի պատասխանը իրենք ստացել են։ Հաջորդ կարևոր իրադարձությունը դա արևի օղակաձև խավարումն է, որը տեղի ունենալու փետրվարի 17-ին արևև լուսինը կմիավորվեն 29 աստիճանում Հայաստանի ժամանակով 16:00:57-ին
ջրհոսի նշանում է լինելու, դա ձեր երրորդ տունն է։ Իհարկե հիմա հունվարին այս պահին 25-ը որ ներկայացնում եմ, մոլորակները հենց հավաքված են հիմնականում ջրհոսի նշանում, եւ այդտեղ դուք ձեր ընկերների, բարեկամների հետ հավանաբար ինչ որ հարցեր եք քննարկում, ֆինանսական հարցեր են, բավականին ակտիվ են գործողությունները եւ ոմանց եւ գիտեք արդեն ձեր անձնական քարտեզով թե մոլորակներն ինչպիսի դասավորություն ունեն, դրանով է պայմանավորված, թե դա ինչ արդյունք կտա, այսինքն այդ որոշումները, հանդիպումները, քննարկումները եւ այլն ինչպիսի արդյունք ունենակ, դա միմիայն ձեր անձնական քարտեզը կարող է ցույց տալ։ Բայց ես ամենակարևորը նշեմ, որ մենք փաստորեն փետրվարի 17-ից գտնվելու ենք խավարման միջանցքում մինչև մարտի 3-ը, երբ տեղի կունենա կույսի նշանում խավարումը, որը արևի լուսնի խավարումը, որը կապված է ձեր կարիերայի հետ, ձեր նպատակների հետ, հնարավոր է ուրեմն փոխվեն ձեր նպատակները, հնարավոր է դուք աշխատանքը փոխեք կամ տեղափոխվեք մեկ այլ տեղ, բոլոր դեպքերում այստեղ լինելու է փոփոխություն, որովհետև ձեզ համար այս պահին շատ ավելի կարևոր է, որ դուք ձեր ուշադրությունը, գործունեությունը ամբողջը ուղղեք դեպի ընտանեկան թեման, հարազատների թեման եւ միգուցե բնակարանի հետ կապված եթե ինչ որ հարցեր կան, ուրեմն ավելի լավ է այդտեղ խնդիրներ կառաջանա, որպեսզի դուք այդտեղ այդ հարցերով զբաղվեք։ Ընդհանրապես ընտանիք, բնակարան, այդ արտերկիր, ձեր կարիերան եւ այլն այստեղ բավականին ակտիվ է լինելու այդ առանցքը, այնպես որ ուշադիր եղեք։ Դե իսկ արդեն գիտեք, որ խավարման միջանցքում միտքը ինքը արդեն խավարման միջանցքում ենք, չէ, դա արդեն ամեն ինչ ասում է եւ այդ ամեն ինչին նաև միանում է Մերկուրին, որը դառնալու է հետընթաց։ Մենք ոչ մի նոր գործ չենք սկսում, ոչ մի պլանավորում, ոչ թե պլանավորում, այլ իրականացում, պլանավորել կարող ենք, որոշել կարող ենք։ Չնայած ես ձեզ ասեմ, որ Մերկուրին, ինչպես որ արդեն ասացի, ձկան նշանում ինքը ոչ միայն վտարված է, այլ նաև անկման մեջ է, ուստի դուք ինչ որ նոր բան չեք կարող մտածել, դժվար է դա, ինքը կարող է ձեզ սխալողությամբ տանել, ուստի ավելի լավ է հին այն իրադարձությունները, որ կատարվել են, այդ ամենը կամ քննարկել եք հարազատների, ընկերների հետ, այդ ամենը վերլուծեք, փորձեք վերլուծել եւ հարաբերություններ չպարզել ընտանիքում, խնդիրներ չստեղծել, ինչ որ այդպես ֆինանսական հարցեր եւ այլն, որովհետեւ դա լավ տեղ չի կարող տանել ձեզ։ Այսպես եւ ուրեմն 7-ին Մերկուրին է մտնելու ձկան նշան եւ Վեներան 10-ին կմտնի եւ մինչեւ մարտի 6-ը Վեներան կմնա ձկան նշան։ Ինքը չեն կարող նույն ասել, ասենք Մերկուրիի մասին, ճիշտ հակառակը ինքը բարձրակետում է գտնվում ձկան նշանում, դա բավականին լավ է։ Միգուցե գաք ընդհանուր հայտարարի, այստեղ գերիշխիսերը, այստեղ ֆինանսական հարցերը կարողանաք կարգավորել ի վերջո որքան եք ծախսում, որքան է ծախսվելու, եթե արտերկրի հետ կապված հարցեր կան, երեխայի հարց կա կամ ասենք տան բնակարանի հարցեր կան, ճիշտ կլինի որ դուք քննարկեք նաև որքան գումար եք ծախսելու, ինչ եք անելու, որքան եք տրամադրելու եւ այլն, այսինքն կարեւոր է ֆինանսական հարցեր ուսումնասիրեք եւ հասկացեք ինչ պետք է արվի եւ իհարկե այստեղ ուզում եմ նշել, որ շատ աղեղնավորների մոտ, մասնավորապես ասցենդենտով առողջական խնդիրներ են եղել վերջին 7 տարում, միանշանակ վիրահատություններ են ունեցել, ճնշման խնդիր, տարբեր ուրեմն մարսողության հետ կարող է կապված լինել, վահանաձև գեղձի հետ կարող է կապված լինել, այդպես տարբեր հարցեր են եւ ես կարծում եմ արդեն 1-2 ամսից այդ խնդիրներից դուք կարող եք ազատվել, այսպեսի լավ բան, մի քիչ էլ դիմացեք եւ արդեն ամեն ինչ լավ կլինի եւ իհարկե հաջորդ կարեւոր թեման դա ասացի Սատուրն է մտնելու խոյի նշան փետրվարի 14-ից մինչև 28 թվականի ապրիլի 13-ը ինքը արդեն կգտնվի խոյի նշանում եւ ինչպես որ նորից ասել եմ, սկզբում
կրակի նշանում է գտնվում ինքը երկու մոլորակներն էլ եւ դա ձեզ համար լավ է, որովհետեւ դուք եւս կրակի նշան եք եւ մասնավորապես եթե ձեր նշանում ունեք շատ մոլորակներ, միանշանակ այստեղ լավ իրադարձություններ ուրեմն կլինեն, մասնավորապես կապված ձեր բիզնեսի հետ, երեխաների հետ կապված հարցեր կլինեն, գիտեք այստեղ երկրորդ երրորդ երեխա ունենալը կարող է որոշակի դժվարություններ լինել, բայց այլ հարցեր կարող եք ուրեմն կարգավորել եւ սիրո հետ կապված նաեւ միգուցե այստեղ հետաձգվի ամուսնության հետ կապված հարցեր կարող են լինել, հետաձգվի երեխա ունենալու հետ կապված, փորձեք հետաձգել, ինչ որ դժվարություններ կասենք պիտի բուժվեն, հետո եւ այլն որոշակի этап պիտի անցնեք, որպեսզի այդ հարցերը կարգավորեք, բայց դա ձեզ հեշտությամբ կհաջողվի, որովհետեւ ասացի դուք կրակի նշան եք, եթե իհարկե դուք շատ մոլորակներ չունեք այդտեղ ջուրի խեցգետնի նշանում կամ կշերքի նշանում, այս դեպքում որոշակի դժվարություններ կլինեն, որտեղ լինում է, որ ասենք դուք աղեղնավոր եք, բայց միայն արևն է այդտեղ գտնվում եւ բոլոր մոլորակները կողքի նշաններում են տեղակայված եւ այստեղ արդեն առաջանում է խնդիրներ։ Եւ իհարկե վերջում նշենք արևի մուտքը շատ կարևոր է փետրվարի 18-ին այս անգամ շատ ավելի 1 օր ավելի շուտ ուրեմն արևը կմտնի ձգան նշան բոլորը կենտրոնանում են ձեր հավաքում են արդեն մոլորակները բարեկամների ընկերների հետ հարցերը պարզաբանեցիք լուծեցիք եւ հիմա հավաքում են այստեղ ընտանեկան թեման է եւ կնստեք տանիքում կլոր սեղանի շուրջ եւ կքննարկեք որոշակի հարցեր շատ կարևոր հարցեր պիտի քննարկեք եւ փորձեք լուծում տալ ուրեմն այդ հարցերին այսքանն էր սիրելի աղեղնավորներ, քանի որ ձեզ շատ չի հետաքրքրում առանձնապես քիչ դիտումներ են, ես դրա համար իմաստ չունի շատ մանրամասները, չնայած ես ձեզ բավականին կարևոր իրադարձություններ նշեցի եւ խորհուրդներ տվեցի, թե ինչ պետք է անեք, որ ժամանակահատվածում ինչ անեք, որպեսզի ուրեմն ել ավելի չխճճվեք, որովհետեւ առջևում դա ուրեմն ձեզ սպասվում է։ Մինչեւ մարտի վերջ ինքներդ դուք դա ձեզ հետ կկատարվի եւ եթե իհարկե չծուլանաք, ուրեմն կգրեք մեկնաբանություններում արդյոք հաղթարեցիք այդ դժվարությունները թե ոչ։ Տեսնենք կկիսվեն արդյոք աղեղնավորները թե ոչ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս լավ եղեք։ Առայժմ այսքանը։